Հայաստանի բնակչության աճի տեմպը անցած տարի 2.3% է եղել։ Համաշխարհային բանկի տվյալներով սա տարածաշրջանի երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Ադրբեջանում այն 0.48%-ն է եղել, Իրանում 1%, իսկ Թուրքիայում 0.23%, Ռուսաստանում եւ Վրաստանում էլ համապատասխանաբար 0.2% եւ 1.13% անկում է գրանցվել։ Համաշխարհային բանկի տվյալներով 2025 թվականին Հայաստանի մշտական բնակչության թվականակը հատել է 3 միլիոնի շեմը, հասնելով 3.076.000-ի։ Եթե բիզնեսը դպրոցներին, բուհերին, ինչպես նաև զինծառայողների կյանքի եւ առողջության ապահովագրության հիմնադրամին նվիրատվություններ անի, ապա նրա հարկային արտոնությունները հնարավոր է ընդլայնեն։ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը խորհրդարանի սեղանին է։ Գործադիրը հույս ունի, որ այսպիսով նվիրատվությունների աճը կարող է նվազեցնել շահութահարկի գծով վճարները, հանգեցնել նաև դպրոցների եւ բուհերի կահավորման պետական ծախսերի կրճատմանը։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մեթոդաբանությամբ կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ օրենքի ընդունման արդյունքում բուհերին ուղղվող նվիրատվությունների ծավալը կարող է աճել 25%։ Եվ եթե կառավարությունը համոզվի, որ հարկային արտոնությունների ընդլայնումը հարկերից խուսափելու սողանցք չի դառնա, այդ մեխանիզմը հնարավոր է տարածել նաև այլ ոչ առևտրային հաստատությունների վրա, մշակութային, մարզական եւ այլն։ Ջրամատակարարման գրաֆիկի եւ կարգավորող մարմնի պահանջները ժամկետների խախտմամբ կատարելու համար Veolia ջուր ընկերությանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարչական պատասխանատվության է ենթարկել։ Առաջին խախտման դեպքում Veolia ջուրը չի պահպանել խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնները, խախտել է Սարալանջի գյուղի ջրամատակարարման հրապարակած գրաֆիկը։ Երկրորդ դեպքում ընկերությունը հանձնաժողովի 21 հարցումներին պատասխանել է սահմանված ժամկետների խախտմամբ եւ յուրաքանչյուր խախտման համար հանձնաժողովը Veolia ջուր ընկերությանը տուգանել է 10 միլիոն դրամ։ Ռանչվեր բնակավայրի 6 հողատարածքից առանց ընդերք օգտագործման թույլտվության ընկերությունը ապօրինի արդյունահանել է 4852 խորանարդ մետր մակերեսով ավազաքարային խառնուրդի լեռնային զանգված։ Քրեական վարույթի գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 19.100.394 դրամ գումարը ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Այսօր ժամը 16:12-ին Երևանի Այասի փողոցում գտնվող Կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն։ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով 4 քաղաքացի է հոսպիտալացվել։ Տուժածներից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Երկու տուժածի վիճակը ըստ առողջապահության նախարարության գնահատվում է միջին ծանրության, երրորդինը բավարար։ Սիրահար, ժամը լրատվական։